Դե այդ ազգերից ինձ թվում է ամենայն որ չեն ընդունում այլ ազգերի ամուսնություններ, չեն ընդունում իրենց ազգ դեպի ճապոնացիք ոնց են ասում, երևի գայջին, չգիտեմ ճապոներով ոնց կնի, բայց ճուժակ օտար։ Կրկին անդրադառնանք հարսանիքներին, երբ հարսը կամ փեսան հայ չեն, Հայաստանում շատ վատ է ընդունվում նա, որ ամուսնանում ես արտասահմանցու հետ, ասում են հայգեն, խեք ամուսնանում իսպանացու հետ, գնացիք Իսպանիա եւ այլն եւ այլն։ Արդյոք կան հայերի պես ազգ, որ ահավոր ձևի չի ընդունում, որ օրինակ ասենք իրանց տղեն այս երկրից է, հարսը լինի հայ, ու որ ազգն է, որ ամենաշատն է զգացել, որ դա չի ընդունում, մեծ դժվարությամբ է ընդունել մեր հարսին։ Դե այդ ազգերից ինձ թվում է ամենայն որ չեն ընդունում այլ ազգերի ամուսնություններ, չեն ընդունում իրենց ազգ դեպի ճապոնացիք ոնց են ասում, երևի գայջին, չգիտեմ ճապոներով ոնց կնի, բայց ճուժակ օտար։ Այդ չեն ընդունում, իրանց համար ընդունելի չի օտար ազգից աղջիկ բերել իրենց տուն եւ հակառակը աղջիկ տալ օտար ազգին։ Իհարկե նաեւ մեր կարելի է ասել համաբախտակից եզդի ազգն էլ է տենց, եզդի ազգն չի ընդունում ամեն դեպքում եւ ամուսնություն որ աղջիկ բերի իրենց ազգ եւ հակառակը գնա օտար ազգ։